Հարտիրոջը եղբայրներ քույրեր, ուրեմն ինչպես եղբայրն ասեց, Աստծո խոսքը այն կենթանի ջուրն է, մաքուր ջուրն է, որ մաքրում է, եւ այսօր ավետարանը հռչակվեց, խաչի քարոզչությունը հռչակվեց, եղբայրներ քույրեր, նաեւ քարոզչության միջոցով է մաքրվում, ինչպես Եզեկիել 36:25-ում գրված է, ես ձեզ վրա մաքուր ջուր պիտի սրսկեմ Եվ ձեզ պետք է մաքրեմ ձեր բոլոր կուռքերից եւ բղծություններից։ Աստված մաքուր ջուր է սրսկում, այդ մաքուր ջուրը ավետարանն է։ Եվ ինչպես Հռոմեացիս 1:16-ում Պողոս առաքելն ասում, ես Քրիստոսի ավետարանը ամոթ չեմ համարում, որտեղ այն Աստծո զորությունն է փրկելու ամեն հավատացողի, առաջ հրիայի եւ այդ գհույնի։ Թող Աստված օրհնի Այդ խոսքը իմ սրտին էլ ակպել, ինձ էլ Աստծո խոսքը փոխել 92 թվին, ես այդ մասին շատ անգամներ վկայել եմ Ղուկաս 9-րդ գլխի վերջի խոսքը 62 խոսքը թափանցել է իմ ներսը եւ ամբողջովին փոխել է ինձ։ Այնտեղ մի հոգի Տեր Հիսուսին ասավ ես կգամ քո հետևից, Տեր մենակ թող գնամ իմ տանը մնա բարով ասեմ նոր կամ Տեր Հիսուսն ասեց, ով որ ձեռքը մաչի վրա է տնում հետևին մտիկ անում հարմար չի Աստծո արքայության համար։ Իհարկե չեմ ուզում ծանրանալ այդ խոսքի վրա, ես ուղղակի մի բան, ովքեր են ուզում, որ մաքրվեն, մաքուր ջուրը սրսկվում է, ով է ուզում մաքրվի, անկեղծանանք Աստծո առաջ, եւ Աստված գիտի, Տեր Հիսուսը գիտի, Հովանու Երկրորդ գլխի վերջում գրված է Զատկիտոնին շատերը հավատացին նրան, բայց ինքը իր անձը չէր հավատում նրանց, այսինքն չէր բացահայտում նրանց, չէր վստահում նրանց, որտեղ գիտեր թե մարդկանց սրտերի մեջ ինչ կա։ Ով որ ուզում է այսօր մաքրվի, ավետարանի խոսքը այդ մաքուր ջուրը կհասնի իրանց սրտի մեջ։ Ով որ չի ուզում մաքրվի, թեպետ ուզենա ցույց տալ, որ ուզում է մաքրվի, ամենայն դեպս չի հասնի այնտեղ։ Ես Սուրբ Գրքից այդ տեղերի մասին ուզում եմ ընթերցել Գործք առաքելոց 16-րդ գլխի 6-ից 10 խոսքերը եւ Գործք 16-6-ից 10-ը եւ Փրիգյան եւ Գաղատացիների երկիրը մանեկան Սուրբ Հոգուց արգելվելով որ Աստծո Ասիայի մեջ Աստծո խոսքը չխոսեն եւ Էֆրոյական Մյուսիայի կողմերը ջանք են անում որ գնան դեպի Բեթանիա եւ հոգին թույլ չտվեց նրանց եւ Միսայով ասելով իջան Տրովադա Ուրեմն որտեղ որ կարիք չկա Աստծո խոսքի, որտեղ որ ծարավ չկա, որտեղ որ մարդը չի ուզում իր կուռքերից բղծություններից ազատվի, հոգին արգելում է, չի թողնում այնտեղ խոսքի։ Ես մի պարզ վկայություն ասեմ, շատ տարիներ առաջ Գյամրեզից Կամարիսից ինձ ու Արմեն եղբորը մի քույրի գրավիրեց իրանց տուն, ասવા բայց խնդրում եմ եկեք, իմ տղեն ուզում է ապաշխարի, եկեք Աստծո խոսք խոսացեք։ Շատեր ասեմ մենք արդեն ամանչեցինք, ելանք գնացինք, շատեր դիմեր Գնացինք, ոնց որ եղբայրն ասեց, հերոստացույցը միացրած էր, այդ տղեն սենց մտածեր այդ հեռացույցի մեջ, հիմի սենց որ տեսավ մենք եկանք, միած սենց պտտվեց մեզ ասավ բարև ձեզ, չես թարգմանում, թարգմանի Աշոտ ջան։ Ուր գնաց թարգմանիչը մեր։ Я нашел телевизор, говорю, это как раз и нет перевода. Ари, Давид ջան, արի թարգմանի։ Աշոտ ջան, սուսու պուստը ստել ես, ասել գիտեմ։ Мы как раз об этом я говорю. Ուրեմն եղբայրներ քույրեր, այդ տղեն, ասես մտել էր տելևիզորի մեջ ու դուրս չէր գալի, տեսավ որ մենք եկան, մենք մտածեց, բարև ձեզ, նորից մտավ տելևիզորի մեջ, հեռուստացույցի մեջ։ Հիմա այդ մաման էլ, այդ քույրիկը, գնում է գալիս է սեղանակցում ուրախ բան, որ մենք միտամեկել ենք, հեսա պետք է տղին փրկենք։ Ու ինչ եղավ, ինչ կատարվեց, մի փոքր զրուցեցինք, փաստորեն, այդ տղեն եղբայրներ քույրեր, մեծ պարտքերի մեջ էր ընկել, կանչել էր, որ մենք աղոթեինք իբր թե, որ ինքը ինչ լիներ, ինքը այդ պարտքերից բռներ, ինքը Աստծո կարիք չուներ, ինքը չէր ուզում ապաշխարել։ Հիմա Աստված էլ Սուրբ Հոգին ասում արգելեց, իմ ու Արմենի բերանը թագել ասեն, չեն կարող խոսալ, ես իրան եմ ասում խոսա, ինքն ինձ ասում խոսալ, չգիտեք ինչ խոսակ, ընդհանրապես արգելվել էր խոսալ, ինչի համար, ընդեղ կարիք չկար, եղբայրներ քույրեր, այդ մարդը չէր ուզում իր այդ սիրելի զբաղմունքից, այդ իր կուռքից, իր բղծությունից մաքրվել, ինչպես այստեղ ընթերցեցի, Սուրբ Հոգին արգելեց, որ ընդեղ գնան, շարունակության մեջ, եւ գիշերումը տեսիլք երևեցավ Պողոսին, մեկ մակեդոնացի մարդ կանգնած էր, աղաչում էր նրան եւ ասում, անցիր Մակեդոնիա եւ օգնիր մեզ, եւ երբ որ
տեսավ տեսիլքը, շուտով ուզեցինք դուրս գնալ Մակեդոնիա, հասկանալով, որ Տերն է հրավիրել մեզ, որ ավետարանենք նրանց։ Եղբայրներ քույրեր, Աստված որտեղ ուղարկում է, այնտեղ պետք է ավետարանել։ Աստված գիտի, որ բազմության մեջ ավետարանել։ Աստված որտեղ է տնում մարդկանց սրտերին, շուրթերին խոսք, որտեղ որ կարիք կա։ Ինչպես այդտեղ Պողոսը տեսիլքեր տեսե, մի անգամ մի հատ երազ տեսա, ընդհանրապես երազը կանացի մասնագիտությունը, տղամարդիկ շատ քիչ են երազներ տեսնում, մի անգամ երազ տեսա, եղբայրներ քույրեր, մի հատ տատիկ, մեծ տատիկ, ասավ, ես Սեդան եմ, իմ անունը Սեդա է, ես նստած տեղը Պյոտր եղբոր այդ մասին պատմեցի, ես Հրազդանից եմ, իմ անունը Սեդա է, սովից մեռնում եմ, ինձ մի կտոր հաստուր, քեզ բանես ինչ երազեր, արտնացա, Հիմի զանգել եմ Հրազդանի եղբայրներին, ասում եմ եղբայրներ ջան, այդտեղ Սեդա անունով քույրիկ ունենք, ասում են շատ բան չկա։ Վերջը, այնպես մտորումների մեջ էի, մի քիչ անցավ, մի շաբաթ, երկու շաբաթ այդ երազի մասին մոռացա ընդհանրապես, մեկ էլ մեր Էվելինա քույրիկին բժշկուն գիտեք, չէ, որ ինքը ռուսկաբան է, ինքը որտեղ որ այցելում է, Աստված օրհնի իրան, երկու գործանում, համ սրսկումներ անում, չգիտեմ ինչ անում, համ էլ մարդկանց ավետարանը վկայում ու վերջում եղբայրներին կանչում է, որ այդ անձնավորությունների հետ զրուցեն, խոստովանություն վերցնեն։ Մի օր երեքայան տանը նստած էինք, մեկ էլ Էվելինա քույրիկը զանգեց, վռազ արի մի հատ էս 4-րդ միկրո 18 շենքը, փոշտի շենքը։ Ներկացա գնացի, մի հատ տատիկ էր սենց պարկած, կառավատի վրա, ես չգիտեմ ինչքան ժամանակ էր պարկած, են ռուսի ասած նի դուխա, նի սլուխա, ոչ ցեն կար, ոչ ծուն կար, ոչ մի բան։ Մի քիչ իր աղջիկա հետ Աստծո խոսք խոսացինք, տեսանք այդ տատիկը վերկացավ, նստեց, սկսեցինք այդ զրուցել, են Էվելինա քույրիկն էլ ներկա, ինքն էլ էր այնտեղ։ Ասի տատի ջան, անունդ ինչ է, ասավ Սեդա, ասի որտեղից ես, ասավ Հրազդանից եմ։ Ու եղբայրներ քույրեր, իրան վկայեցինք Հիսուսի մասին, Հիսուսի սիրո մասին, որ Հիսուս Քրիստոսն եկել է, իր համար խաչվե, արյունն իր համար թափե, եղբայրներ քույրեր, ու ինքը ինչ արեց։ Ինքը կարողացավ արդեն խոսալ, զրուցել, վերջում խոստովանություն արեց, իհարկե ժողովուրդը դուրս եկան առանձին, եւ եղբայրներ քույրեր, իր համար աղոթք արեցինք։ Մի երկու օր հետո տեսանք իր աղջկան, ասում մաման մահացել արդեն։ Աստված օրհնի եղբայրներ քույրեր։ Ուրեմն հիմա այդ մաքուր ջուրը սրսկվել է, այստեղ ավետարանը հռչակվել է, անկեղծանանք, ով է ուզում իր այդ բոլոր պղծություններից մաքրվի։ Այսօր Աստված կարա մաքրի։ Հենց այսօր ավետարանը քարոզվել է, որովհետև Հիսուս Քրիստոսի ավետարանը բարի լուրը, ինչպես ես քիչ առաջ ասեցի, փրկության ավետարանն է, որ Պողոս առաքելն ասում է, ես Քրիստոսի ավետարանը ամոթ չեմ համարում այն վկայելու, ինչի համար, որովհետև այն Աստծո զորությունն է փրկելու ամեն հավատացողի։ Եթե դու ուզում ես մաքրվել այն ինչի մասին Պյոտր եղբայրն ասեց, այդ կապվածություններից, մեր ընտանիքը, ձեր ընտանիքը, բոլորի ընտանիքներում էլ իմ կարծիքով այս մեծագույն չարիքը կա, այս 21-րդ դարի մեծագույն չարիքը, որ երեխեքին ուզում ես կերակրես, մինչև մուլտիկ չես միացնում, հատ չեն ուտում։ Չէ՞։ Անկեղծանանք Տիրոջ առջև, խոստովանենք, ասենք Տիրոջը, որ մենք ուզում ենք մեր ընտանիքների միջից, մեր սրտերի միջից, մեր երեխեքի, թորների միջից այդ ամեն ինչը մաքրվի։ Ես ուզում եմ դա Տեր, եւ եթե ես ուզում եմ, դու կարող ես դու անել։ Խոսքդ ուղարկվել է ու խնդրում եմ նաեւ հավատքով լսրու, որ դա հենց իմ համար է, եւ իմ կյանքը, իմ երեխեքի, իմ ընտանիքի կյանքը պիտի փոխվի, որովհետեւ փոխողը ինքն է, եղբայրներ քույրեր, ամեն ինչ նրանից է, նրանով է եւ դեպի նա է նրան փառք հավիտյան ամեն։